Let the green, okay. Let the green dot, don't sing with me then. Don't let the green dot special. Quiet, you can't sing with me. Shine a light on me. Let the green dot special. Shine an ever-loving light on me. Let the green dot special. I don't hear it. Don't sing, don't sing. I don't hear you singing my song, my new song. Let the green dot special. Don't you dare sing the green dot special. That's my song. Լավ եք, այստեղ էս կուպեն, երկող կուպեյա։ Ես այդ կուպեի մեջ չեմ մնում, I'm telling that I was complaining all the morning and you are like singing. Yeah. But you know why I was complaining? All night I couldn't sleep because something was biting me. Yeah, I got bitten as well on the neck usually, the lightning bit. Ես ամբողջ գիշեր չեմ քնել, առավոտ սաղտնեցի են վատ կանանց նման կպել եմ գլուխը, ասել եմ մեր բելգյաններ սենսներն գիշերը քնում եմ ես երկու տարբերակով եմ գիշերը քնում եմ ոնց որ գնում եմ քնել որ առավոտ հեսազարթնում եմ վեշ մեշոկս հավաքեմ գնամ հետ դարձ կատարել I'm telling you the evening I'm going bed with the idea that I'm going to pack my things in the morning and go back tomorrow to the Belgium. We got to take the thing off there. We'll have to cut that at work. Բայց առավոտ սարսնում եմ, ես կանաչի բան տեսնում եմ, ասում եմ, ինչ եմ ես կան վատ տրամադրվում, այդ իրիկունվա մոծակները ինքան շատ են ստեղ, որ մի րոպե սենց բան անես, չէ, կանգնացնել, ստեղ ես որ դուրս եմ գած, դարպասների մոտ թեկուս, որ գնեմ երեխուն դիմավորեմ, այդ մոծակները էլ քիթս են մտնում էլ աչքերիդ մեջ են մտնում էլ սենց հակում են քեզ ամբողջությամբ, չնայած կրեմ օգտագործում եմ, բայց Տենց իրիկունը գտնեմ քնելու վեշ մեշոկս հավակնում գնամցում առավոտ սարթնում եմ սարթնում բատ տրամադրությամբ եմ սարթնում հետո լուսը բացում ան կոֆե բան խմում եմ արդեն նորմալ մի խոսքով դեռ այդ շրջանում եմ իրես ծաղում ասում ես պետք է սուր չեմ սիրում Սուրբ անունը տան ասում քո ձեռը որ դիմանում եմ ասում There's never been a martyrdom like mine. St. James of India. Patron saint of India on account. What is that? St. James. Hi, kinunenalo senso. Nenem sobat. Arikang. Mən çəmənin xalpara. Ես փոփոխական եմ ահավոր ինձ շատ դժվար է։ Ես ծանր եմ։ Հայոց լեռների նման ծանր եմ ինձ մինչև միտեղից միտեղ հազար պատճառով պիտի ասենք ես ինչ է ես իմ ստաբիլությունը սիրում եմ ես փոփոխությունների բան չեմ։ Ես ցիտիկի նման։ Կարապի այս կողմից այն կողմ ինքը կյանքով լեցուն ուրախ ամիշտ ամեն ինչին։ Hello։ Այնտեղ ում եմ բարևում։ Անցում մեր պահակներից է սերեկային։ Waffle have back. Ահա։ Waffle have back. Waffle have back. Mami, tenemos. Արի լես փողոցի կենտրոնում ենք անգլարից տեղ, արի աչքնա մի քիչ կենք այսեն։ Mami, Դե tenemos. When we begin, we told you what that. ահա։ We put it. Իսկ ձեն չեք անում այդ ժամ։ Over there. Waffle back. Ահա, իսկ ձեն չեք անում այդ ժամանակ։ Yeah, we do. Այսօր կարատեի դաս ա ունեցել, կարատեի ենք գրանցել իրեն, պարապունքում կարատեի ուզում, բայց բանը կիմանոն դեռ իրա չի եկել, պատվիրել ենք, Mommy, can we ասպր go մի շապատ down? ակալվի, չկանչեցի այս ավտոից, արի գնանք սենց, որ խանութում բան անենք ստոպը, չկանչեցի, պալես պիտի կանչի, որ գար։ Կարատեի դասերը առանձին վճարա, $100 արժի, տենց, որ փոխում ենք իր արժեքը, ջան, Can I take a little bit of this? չէ, մի պոկես էտի տանես, ինչ անես, կանք, Okay? ինչ remember անես, արի,
Նացինք երամսյակի համար, այսինքն առաջին այդ բանի համար, առաջին փուլի համար ամեն անգամ պետք է վճարես, էլի ինչ որ բաներ կային, որ կարող ես ընտրել հետը, սեղանի թենիս, կարատե, չեմ հիշում։ Հա? Չում։ Բայց ստեղ գիտես չէ, տերև մերև չեն ասում են չի կարելի պոկել։ Մենք վերադարձանք մեր պասլկաներով, ստացանք այստեղ բադրի իր ջեսը պատվիրել Ալեքսի են մեքենայի համար։ Ասեք տեղավորվի աղջիկ ջան, մի հատ լավ մեծ ցույց տուր։ 22 ռուփի ա եղել ոնց որ թե, ես ինչքան որ հասկացա, կարող սխալ է, կարող մի հատի գիննա։ Այստեղ 22-ա գրած, double A։ Մամա, 10 հատա մեջն էլ։ Ինչ էր։ Այդ երախու ավտոյի համար էր։ Այստեղ չգիտեմ, սա բացի թե չէ։ Դու գնա հետո ավտոն դեր։ Ալեքս։ Mommy, we need 2 for me. We need 2 points. Երկու հատը։ Դու բեր այդ բանը, ես կդնեմ մեջը։ Եթե մի քիչ չկոտողու է, պատարաները չեն աշխատի հետո։ We know it, okay? Mommy, we need you for the gift because there's a free know it. Հələ են մեկը բեր մենակ, ես չգիտեմ, կամ սպասենք մինչև դադին գա, ես ոնց բացեմ, որ բացվի լավ։ Մեջը ես բանից մխրացին ենք, մի հատ չես պատվիրել էր, տարել ա հետը գործի տեղ է։ Դանակ վերեմ գոն։ Դինեմ լավ ես, արի դինեմ, հետ Ալեքսիս։ Did you butter it? Waffle hatak. Waffle hatak. Waffle. Waffle hatak. Պիտի որ աշխատի, բեր Waffle ավտո։ hatak. Ավտոտ բեր տեսնենք։ Mommy, we need to put that in order. Էս դեռ պետք չի, էս էլ ավտոտ We need տենց to put that in here to receive it going. հա, բայց էդի դեռ պարտադիր չի։ Waffle hatak. Սենց երկու հատ պատկա, տեսնա պատվիրել երևին ամպետ կա։ Ենթադրում եմ, թե ինչի պետք է պատվիրել։ Ստա ինչու, նա բան կա, որ չտե։ Ավտոյի մեջ է պետք է պատվիրի, թե ավտոյի մեջն է։ Էս իմ համար ա ճիշտն ասած, Waffle hatak. Վարիկոզի համար այուվերդիկ բան եմ նայել, թեյ, դա ա, չգիտեմ կփորձեմ, քանի որ ստեղ եմ ուզում եմ հլը այդ այուվերդիկ բաներից փորձեմ, վարիկոզի համար, տեսնեմ ինչքանով օգտակար կլինի, օգտակար չի լինի, ու մեկ էլ ստեղից տեսնեմ, թե սա ինչ է։ Այս պիտի չլինի, պահեցի։ Որոշեցինք, հա, քանի գրամ ա, 250 միլիարդ գրեց, բայց ենքան պուճերի։ Այսօրվա ընթրիքը որոշեցինք դրսինք պատվիրենք, սենց դեռ չէինք արել, ընդհանուր 1100 ռուպիա կազմել, ապրես, շատ ապրես։ Now I'm going to have daddy. Ձեն կամ հետա ինչա, ինչ։ Calm down, please.
Ketchup mayonnaise. The ketchup, I didn't order ketchup, I ordered I think tandoori. Tandoori sauce. Yeah. That's tandoori sauce. Oh, look how they do. Yeah. Toprak let's That's the Adnarazovi. smallest bucket of 12 pieces of chicken in the world. What is it? Midget chickens? Mom, that is French fries. French fries. Who's French that fries. Yeah. The French fry. for? On the yolk. No. I put it in a little bit. It's spicy. Yeah. And they did a spicy on Too it. spicy. Put it in on them. Here's the tandoori sauce. Ketchup. And they said tandoori sauce. Well, this is tandoori sauce. Have you? Enough ketchup. Huh? Daddy, do you want a chicken photo? Because Das there's ist chicken 12 logo. pieces. That's Drumstick, 12 pieces no more. Daddy, there's Das ist chicken logo. կտոր։ So you Իրենց got to հավերը be փոքր chicken. են, ես չեմ զարմանում։ Ինքն քիչ են իրենք, իրենք շուտ են անում, բայց քիչ And է։ I ordered popcorn chicken. It didn't come. Maybe it's in here. Maybe. Let's hope. Yes. Can I read these? Yes. Of course, բայց սպասի հեսա բացենք, թափ ես տվել։ Բերելուց թափ ես տվել, Oh my սպասի հեսա։ God. What kind of chickens do they have here? Huh? There's no meat on it. What kind of chickens do they have here? Is that a chicken leg? Oh my God. Կանա։ Բուճուրիկ։ What did you put in this? It's Scotch tape. Can you believe it? Never. Oh, here's the popcorn chicken. Popcorn Oh my chicken, God. Alex. Wrap the packaging is like popcorn chicken. Would you like popcorn chicken? No. Maybe to go away. Not bad. Looks like this is spicy too, huh? Good Not bad. too. I like the But popcorn. it is spicy. Spicy, yeah. Everything's spicy. Oh, I think we're gonna peek the salt pepper is here. Oregano sprinkled. Let's put that on there. Here's a pizza. One second, my love. Oh, and spicy thing. Վրան, եթե կծուն քիչ է, The pizza. ինչ կծուր այդ popcorn-ը հավի։ Why patty? Yeah, what have I told you? Too many hands spoil the soup, right? That's why Oh my God, this is the smallest pizza in the world. It's not spicy. No, it's Oregano's just not oregano. Կանաչի է։ spicy. Give it an Italian flavor. Is it spicy, Alex, pizza? Huh? Spicy, yeah, pizza? Mommy could open the app. Huh. Spicy it? Do it's pizza. Huh? No? Okay, that's good. Mommy try it. Սուրը ճամփայ անգել գնում է հսկայական խունջը։ He's a big one, huh? Yeah. He's carrying his house on his back. Ալեքսին դպրոց ենք տանում։ See, he's carrying his house on his back. Ջան, Can I take it? I'll put it. յուղի փոքրիկ աղբի մեքենան է։ Ուր են մարդը։ Գնացել է մեր շոկով աղբն է հավաքում, սենց, այն կոմերն է։ Ուր ես գնացել է մարդարի։ Մեր շոկ առավ գնացել է հավաքում է, սենց աղբը։ Περιμένω θυμάστε. Սիրելի իմ ընկերներ, ես լավ տեղավորվել եմ արդեն ու կարող եմ փորձեմ ավելի ճիշտ պատասխանել ձեր հարցին։ Շատերդ եք այս հարցը հնչեցրել, ես մինչ այժմ չեմ պատասխանել, որովհետև ինքս էլ չգիտեմ այս հարցի պատասխանը։ Հարցը հետևյալն է. Լանա ջան, որքան ժամանակով եք եկել եւ որքան կմնաք։ Առաջին հարցի պատասխանը գիտեմ որքան ժամանակով ենք եկել, այ երկրորդ հարցի այդ երկրորդ մասը չգիտեմ, դրա համար ձգձգում եմ ամեն անգամ։
Օրեր կան, որ արթնանում եմ աջ ոտքով, որ արթնանում եմ, այդ օրը լավա երկար կմնանք։ Որ օրը որ ձախ ոտքից եմ արթնանում, այդ օրը վերջմեշոկս հավաքում եմ, վերադառնում եմ Բելգիա։ Հիմա ինչ վերաբերվում է այստեղ գալուն, բնականաբար ամուսինս այստեղ եկել է աշխատանքային պայմանագրով, պայմանագիրը 3 տարի ժամանակով է, բայց այստեղ մեր ձեռքից, ոտքից, գլխից ոչ ոք չի բռնում, ասի չէ, պետքա պարտադիր մնաք այստեղ։ Բնականաբար, եթե տեսնենք, որ չենք հարմարվում, շատ վատ է պայմանները, չգիտեմ, ես ինչ, բնականաբար անմիջապես հետ կգնա։ Հիմա շատ կարևոր է, որ օրինակ Ալեքսի համար այստեղ լավ է, ինչ առումով, որովհետև դպրոցից շատ գոհ եմ։ Դպրոցում ինքը հիմա գիտեք ինչքան առաջ է իր Բելգիայի դպրոցի ընկերներից, ոնց որ մի տարի առաջ է, մի քանի օրում ընդամենը մի տարի առաջ է անցել։ Դպրոցը շատ լավն է, այստեղ կարատեի դասեր ունի, լողի դասեր ունենալու էս բանը անցնի, էս անձրևները անցնի, գիտեք անձրևային սեզոնա դե ցրտոտա մի քիչ ջուրը մտնելու համար, այս 2 ամիս հետո։ Ինչև է ընկերներ ջան, ամեն ինչ իր համար դպրոց, այստեղ կանաչա տարածքը լավ խաղում է եւ այլն, շուտով Բելգիայում սկսելու են դպրոցական արձակուրդները, եթե մենք հետ վերադառնանք Բելգիա, նստելու ենք տանը, այնտեղ էլ դեռ անձրևներ են, ես հետևում եմ մեծ հաճույքով, այստեղի նման ճիշտ անձրևներ են, բայց նաեւ ցուրտ է այնտեղ, կարճաթևերով չեն մարդիկ, տունն ենք նստելու, առանձնապես շատ բան չկա անելու, որ հետ գնանք այնտեղից, այստեղ գոնե երեխան այդ ընթացքում սովորում է, դա շատ լավ է։ Էդի այդ հարցով։ Բնականաբար մենք շատ լավ ծանոթ թեթև ենք արել գալու առումով, ստեղ միակ դժվարությունը մեր համար դա սնունդն է, սնունդին հարմարվելն է, չկա տավարի միս, որը մեր համար դե սովորել ենք, չնայած ապրելով էմիրություններում սովորել ենք նաև չօգտագործել խմիչք, այդ ժամանակահատվածում նաև խոզի միս չենք օգտագործում, դրա համար ինձ թվում է այս տավարի մսի հարցն էլ կկարգավորվի ինչ-որ մի ընթացք ու կանցնենք երևի թե գառան մսին։ Նոր ենք եկել, գիտեմ ես իմ էությամբ շատ բարդ բնավորություն ունեմ հարմարվելու հետ։ Օրինակ ես երբ որ գնացել եմ Բելգիա, ես չի հարմարվում։ Մի խոսքով ինձ շատ դժվար էր տրվում այդ առաջի ընթացքը էլի սնունդի առումով եւս։ Ես գիշերը կարող արթնանալացելով ու իմ լավաշն ու հայկական պանիրը ուզեի, բայց այդ ժամանակ նաեւ չկար հայկական խանութ իմ ջալոց Շարլերոյում, Բրյուսելում էր, բայց Շարլերոյի շրջանում չկար, որ այդպես արագ վազելով գնայ ու սովորեցի ու շատ եմ սիրում հիմա իմ Բելգիան։ Իմ եմ ասում, որովհետև հա ոնց որ մի մասնիկս է դարել։ Այստեղ ենք արդեն 2 շաբաթ, այս արդեն 2-3 օր հանգիստ արթնանում եմ աջ ոտքով, հարմարված, որ լավ է այստեղ, վատ չի։ Դրսի այդ մարդկանց քանակին էլ սովորեցի ժողովրդի խժբժին, աղմուկին, ինձ թվում է կսովորեմ, մեկ վախենում եմ, որ շատ կարող է սովորեմ, հետո չուզենամ ստեղից հետ գնամ տխրեմ, բայց ինձ թվում է հələ որ այստեղ ենք, մեծ ամպագորգոր բառեր չասեմ, սովորում ենք, այսքանը ժողովուրդ։ Հա, արդեն կարևորը պատասխանեցի, որ աշխատանքային պայմանագիրը 3 տարով է։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, չենք կարող Եվրոպայում աշխատել, չենք կարող այնտեղ գործ գտնել, եկանք այստեղ գտանք, չէ, իրականում ամուսինս նենց չի, որ Եվրոպայում չէր աշխատում։ Ես բազմիցս եմ ասել, որ իր գործունեությունը ինքը միշտ Էմիրատների հետ աշխատում է, իր այդ նույն համալսարանում, որը նաև համագործակցում են ու on-line դասերը տալիս, դա բացարձակ մեկը մյուսի հետ չի առնչվում։ Ես ինքս էլ աշխատանք ունեի, այնպես չի, որ ես չէի աշխատում այնտեղ, ես էլ իմ աշխատանքն եմ թողել, այսինքն այն չի, որ գործ չէի գտել այնտեղ ու եկել ենք ստեղ, չէ։ Այստեղ շատ լավ հետաքրքիր առաջարկ է, որ միայն ակադեմիական ոլորտի մասնագետները կհասկանան դա իսկապես ամուսնուս համար շատ լավ առաջարկ է եւ ինչու՞ չէ ես նորից
ասեցի, այն ամենասկզբում էլ ասել եմ, որ այստեղ այս երկիրը բացահայտելու համար շատ հետաքրքիր է։ Հնդկաստանը հետաքրքիր երկիր է ճամփորդելու համար։ Ճամփորդելուց շատ բան կարող ես իմանալ, ու իսկապես, եթե սիրում ես զարմանալ, տեսնել անսովոր բաներ, որովհետև եթե Եվրոպայում դու Ֆրանսիայից գնաս Գերմանիա, Գերմանիայից, չգիտեմ, Հոլանդիա, շատ մեծ տարբերություն չես տեսնում։ Այտենց մեջ չի տարբերությունը։ Այ այնտեղից երբ որ գալիս ես Հնդկաստան, տարբերությունը շատ մեծ է ու զարմանում ես։ Դա կլինի Հնդկաստանը, Եգիպտոսը, աֆրիկյան ուրիշ երկրներ, թե մարդիկ ոնց են այդ կարգավիճակում ապրում, ինչ պայմաններում են ապրում, ինչպես են վարում իրենց կենցաղը։ Տեղի կյանքը Ալեքսի համար եւս շատ օգտակար է, համոզված եղեք, սա շատ հարուստ կյանքի փորձ է իրեն տալիս, որ իրեն կուղեկցի իր ամբողջ կյանքի ընթացքում։ Բնականաբար, ինչպես որ ասացի, եթե տեսնենք, որ այստեղ պայմանները մեզ ամեն դեպքում չենք հարմարվում այստեղի հետ, շատ հեշտ է, կարող ենք գնել ինքնաթիռի տոմսեր ու հետ վերադառնալ Բելգիա մեր նախկին կյանքին։ Ոչ մեկ մեզ չի ստիպում այստեղ մնալ ու Բելգիա երբ որ ցանկանանք այդ ժամանակ էլ կարող ենք վերադառնալ։ Առայժմ այսքանը ձեր հարցին պատասխանեցի։ Դուք էլ մեր հետ կտեսնեք, թե ինչքանով է հեշտ, թե դժվար է այստեղ հարմարվել այստեղի կյանքին։ Ինձ թվում է, այս իմ համար օրինակ շատ կարևոր է, որովհետև ինչքանով ես կկարողանամ հարմարվել այստեղի կյանքին, ինչքանով եմ ես դիմացկուն, ինձ համար այս պահի դրությամբ նաև դա է հետաքրքիր, արդյոք ես դիմացկուն եմ, դժվարություններին կարող եմ դիմանալ թե ոչ, ու հետագան ցույց կտա, թե ինչպես կդասավորվի մեր կյանքը այստեղ կամ մեկ այլ երկրում, ով գիտի, այստեղից էլ հնարավոր է մեկ ուրիշ երկիր գնանք, ամեն ինչ հնարավոր է։ Այդքանը ժողովուրդ, հուսամ ձեր հարցին պատասխանեցի, կսպասեմ նոր հարցերի։ Տեղավորվեցի տաքսու մեջ, որովհետև գնում եմ լուլու, ինչպես միշտ, վերջին ժամանակներս իմ ուղևորությունը այդտեղ այսօր մենակ եմ գնում, որովհետև աշխատանքային օր է, շաբաթ օրը էլի Ջեսի հետ գնացել ենք, բայց մսամթերքի բաժնում ահավոր հերթ էր, եթե սպասենք, երևի մի 2 ժամ պետքա առանձին հավի մոտ սպասենք, առանձին ձկան մոտ սպասենք ու որոշեցի, որ աշխատանքային օրը, սենց աշխատանքային ժամին կգնամ, որ քիչ մարդ լինի, մսեղեն գնեմ, ծանրել, որ շատ չլինի, ինչևէ, ու գամ տուն։ Հիմա մի քիչ նենց ստացվեց, շատ ուշ դուրս եկա, պետքա 10-ի կողմերը դուրս գա, հիմա ժամը 12-ն է, դրա համար էլի քիչ է ժամանակը, բայց դե կփորձեմ, որպեսզի հասցնեմ գամ երեխու հետևից հետո։ Ես արդեն տեղում եմ, մի հատ սենց խառն կույզ եմ ուզում վերցնեմ ու վազելով գնամ դեպի 465-ը քեշնացը, ինչքան է ստեղ, 320 գրամ, թե ինչքան է, 500 գրամ կես կիլո, այս մեկն է 475, էլի կես կիլո նուշը։ Գները շատ լավն են, բայց չեմ ուզում ծանրները հիմա հավաքեմ ու գավ այդ գալուց նախ գնամ նա մսի հարցը լուծեմ, մի հատ դետոքսան ես պետք սենց ծանր աչներ, սպես թե սվոժնա տապակելու ձետ վերցնեմ օլիվ օիլ, բայց ջերվանկայուն դեսպիստորն է այս լավն է, բայց սուտանի համար, ուտելու համար շատ լավն է
Իա կարտոֆիլ կա, տեսնում, եթե թարմ կարտոֆիլ կա, այդ չեմ վերցնի։ Եթե չէ, այդ սառած կարտոֆիլներից կվերցնի, այստեղ մրգեր շքներ ունեն, որ չգիտեմ ինչքանով են լավ է։ Տեսնես կճեն սրանք, կաղա կճու լինեն է։ Այս պատրաստի ուտելիքները այնքան ախորժելի տեսք ունեն, բայց այս կարմիրները վրայի բոլորը կծու պղպեղներ են։ Այն որ ուտում ես ու ստամոքսից սկսում է ցավել։ Այս էլի մանգոն է բանարած, կտրած, խակ մանգոն վրա լիմոն են ավելացնում, մեկի կարմիր պղպեղ։ Խոսքով լիքը տենց բաներ։ Ես իմ գնումները վերջացրի, ինքան արագ եմ արել, ոչ մի բան չեմ հասցրել նկարեմ, բայց գնանք տոն, ուսամ ոչ մի բան չեմ մոռացել, ժողովուրդ ամենակարևորը։ Հանգիստ կարող հիմա անցնել իմ գնումներին, ունեմ 30 րոպե, եթե հասցնեմ մի բաժակել սուրճ կխմեմ, նայած թե ինչքան արագությամբ այս ամենը կտեղավորենք։ Եկեք սրանից սկսեմ, շատ չի, բայց ուղղակի սենց բերելն է դժվար, ինչքան էլ որ մեքենայով ես գալիս, միևնույն է, մեքենա ճիշտ է բերում բան, բայց դե եւ այսպես Սպագետի եմ միատ, սպագետի չէ, մակարոն, այստեղ միատ այս դոմեքս լվացարանի, այստեղ միատ քերիչ եմ վերցրել, որպեսզի կարողանամ գազարով սալատ, գիտեք Ալեքսը շատ է սիրում, մենք էլ ենք սիրում, հաճախակի ենք պատրաստում գազարով սալատ ու մնացած սալատների համար, եթե մեզ հարկավոր լինի, այստեղ բանան եմ վերցրել, այսքանին վճարել եմ 54 ռուփի 37 սենտիմ, այսքանը 1 կիլո 394 գրամ է, այս հացերը դարձել են մեր միակ հացը, Ալեքսեն մյուս հացից որ տալիս եմ սա, մամի, this bread, no, this bread, I want this bread, mommy, not the other one, մատիկներն է խաչը անում, հետ չի սրում այն մյուս հացերը, այստեղ հավի կրծքամիս եմ վերցրել, այստեղ 600 գրամով առանձին եմ ասել, որ դնի, այս մեկը վերցրի փորձեմ, սալատների համար extra virgin ձեթն է, փոքր չափսն է, տեսնեմ ինչպիսին է, հետո որ մեծը վերցնեմ, սա թահինի եմ վերցրել, որովհետև այստեղ գիտեք մենք միս, առայժմ ինձ միսը անհասանելի է տավարի միսը, պետք է ավելացնեմ լոբազգիներ, ոսպազգիներ, մի խոսքով հատիկավորը պետք է ավելացնեմ, որպեսզի փոխարինի մսին ինչ-որ չափով, խնձորի քացախ, այսինչն է թափում իմ տոպրակի մեջ, հետաքրքիր է, ընկերներ ջան, չգիտեմ, այս մյուսը էլի, այս տապակելու համար արդեն բանա, ձիթապտղի ձեթ, բայց տապակելու էլի միջին չափսն եմ վերցրել այս մեկը, որ տեսնեմ եթե լավ լինի նորից նույնից կվերցնեմ, փորձեմ էլի տենց, այստեղ էր կատ կանաչ պղպեղ, վճարել եմ 31 ռուփի 20 իրանց կոպեկով, այստեղ հավի աղացած միս մի կիլո, էլի կես կիլոներով եմ ասել դնի, որ սառնարանում հեշտ լինի, սառեցնեմ, սառցարանում առանձին հանեմ, էլի այտենց մեծ չափով չհանեմ, այս կրծքամիսն է, որ ասեցի, այստեղ մի հատ սենց թունածուկ եմ վերցրել, այստեղ աղացած մսի երկրորդ հատվածն է, և այստեղ
սաղմոն ձուկը շատ լավն էր, սաղմոն ձուկ։ Այսպես, այստեղ էլ ինչն է, պանիր, չեդերն է առայժմ ձեռքից տակ ընկնում և այս մեկը ինչ է, չեդերն է, պարմեզան, այս մեկը պարմեզանն է, տեսնենք ինչպիսին է, այստեղ է պարմեզանը, բերած է, ներկրած է բնականաբար, օրինակ Աբու Դաբիում որ վերցնում էինք, լավը չէր այդ ներկրած պանիրները, նույն համը չուներ, ինչը որ տեղում էինք, այնտեղ Բելգիայում ենք առնում, ասենք, ինչևէ, այսենց բուլչկաներ, կրուասաններ Ալեքսի համար, մինչև ես սկսեմ տարբերակ փնտրեմ, որպեսզի սենց մի հատ նրբերշիկ եմ վերցրել, փորձենք, տեսնեմ ինչ կլինի, վերցրի, կասկածում էի վերցնեմ, չվերցնեմ, ինչ անեմ, հետո վերցրի, բայց այստեղ ձիթապտուղ, քաշով եմ վերցրել, այնտեղ քաշով էլ եմ վաճառում, այս երշիկից մի հատ, այս բուլչկաներից, այս մեկից փորձնական եմ վերցրել, այն մեկը հավանել է, ուտում է, այստեղ սենց ոսպ եմ վերցրել դեղին, կամ նարնջագույն, ավոկադո, 4 հոտ մեծ լավ ընտրել եմ, վերջանում է, ավոկադո ասեցի, ավոկադո չէ, մանգո, վերջանում է արդեն մանգոն, ոնց որ ինչ կար լավերը վերցրի, կարտոֆիլ, այսքան 1 կիլո 618 գրամ է, 56 ռուպի 63 կոպեկ եմ վճարել, թարմ կարտոֆիլ գտա լավ էր, այստեղից մի հատ տոպրակ չէ, ցելոֆան էլի, պլաստիկ, որպեսզի ուտելիքները ծածկեմ սառնավան դնելուց ու Ալեքսի լանչ բոքսի համար, այստեղ մի քանի հատիկ մանդարին եմ վերցրել, վճարել եմ 67,94, 402 գրամ է, երեխու հետ միշտ ես միրգ եմ դրել այնտեղ, դրա համար ինչ-որ բաներ մտածում եմ ինչ կարելի է, այստեղ ընդեղեն էլ կարելի է դնել, ասեց ես նոր հիշեցի, այս սրանցից եմ վերցրել, խմորներ են շատ հարմար է, այն գիտեք են փախլավայի բարակ խմորներն են սրանք, այս ու այս, որպեսզի սամոսա սարքեմ, ամենահարմար տարբերակ, որ այստեղ կարելի է ուտելիք սարքելու, դա սամոսան է, միջուկը կարելի է տարբեր անել և ոսպ, և պանիր, և միս, և բանջարեղեն, ու սենց սամոսաներ սիրում ենք մենք հաճույքով, ինձ թվում է պետք է որ ուտենք, սխտոր սենց թարմ, այստեղ տորտիլայի հաց, մեջը 10 հատ է, այս հավը կարելի է կտապակեմ, մեջը ռապ կանեմ, այդպես մի օրվա ընթրիք կլինի, տեսնեք այստեղ ինչն է, այստեղից 2 հատ ավոկադո եմ վերցրել, ավոկադոն շատ է ուզում վերցնել, բայց այդքան հաջող չէր կամ շատ հասած էր, հիմա մեկը հասած է, մեկը մի քիչ հասած է, մի քիչ հասածը բան կանեմ, այսպես ոսպ եմ վերցրել արդեն սև, անպայման պետք է սենց ոսպեղեն ուտենք պարտադիր, որպեսզի միսը կարողանամ փոխարինել, գարան միս կվերցնեմ, այսօրվա մսեղանը շատ էր, գարան միս էլի չվերցրի, որ ասեմ գարան միս ամեն օր կարող ենք ուտել, չէ, հիմա տեսնեմ էլի ոնց պետք է անենք, այս հացերից շատ ճիշտն ասած հացերից էի սկզբում վերցրել, հետո տեսա ուրիշ բաժնում, ոնց որ այս տորտիլայից վաճառում էին, բայց չհանեց ոչինչ, այս վերմիշելը լավն էր, վերմիշելով լավ էի սարքել, այստեղ սենց այս շոկոլադներ վերցրել եմ երեխեքին, որ հետո դպրոց տանի ծննդյան օրը 6 տուփ ոնց որ թե վերցրել է, ընկերներին կբաժանի, որովհետև տորթը չեմ կարծում, որ այստեղ հարմար կլինի տորթ, տանի դպրոց,
Դան համար ինչ որ մի բան կանենք կամ պայման կառնենք, նախ փոքրեն տորթերը ստեղի, այդպես պատվեր չգիտեմ, ոնց չնի խոսքով, ինձ թվում է ավելի ապահով է, երբ որ տանի այդպես շատ եմ վերցրել, 2-3 տուփ հաստատ ավել եմ վերցրել, բա այս ճմրթել է ասում, որպեսզի այնտեղ ուսուցիչների համար էլ մի հատ էլ առանձին ինչ որ ավելի լավ կոնֆետ կվերցնեմ, թող այնտեղ որպեսզի սուրճ խմեմ։ Եվ չեդդեր պանիրը, սենց բլոկա, էլի կտրատում եմ երեքո հետ դպրոց եմ ուղարկում, տենց կամ ես հացերով ուտում է, այստեղ գիտեք ինչ եմ վերցրել ես, այս ջամուն, հա, ջամուն էր, սրան գրել է, հա, ջամուն, ուղղակի փորձնական, որպեսզի հասկանամ, թե սա ինչ է, մի քանի օր առաջ կհիշեք, փողոցում վաճառում եմ, բայց չգնեցի փողոցին, որովհետև մի քիչ կասկածում եմ, մի հանդակի կգանամ, ասում է ջունգլիներում հաճում, հնդկական միրգա։ Խեղդող է, լավա քիչ վերցրի, չգիտեմ մերոնք ինչքանով կհավանեն, կորիզեր ունի, համը չեմ կարա ասեմ, ոչ մի բանի նման չի, մի քիչ քաղցր, շատ քաղցր չի, մի քիչ տպկացնող, տպիկ, մի քիչ դառը, մի քիչ քաղցր, այս մեր, սա մերը չէ ժողովուրդ, ինչև է, կարևորը փորձեցի, տեսքից նենց հասուն նենց բան էր երևում, ախորժելի տեսք ուներ, միշտ որ նայում էի, բայց դե խապուսիկ էր, իմ համար ամեն դեպքում։ Ամենահետաքրքիր պահը, դմդմփոցն էլ հետ այնտեղից լսվում է, աշխատում են, վճարեցինք այս ամենին 9172 ռուփի եւ 10 կոպեկ։ Ես սա բնականաբար կփոխեմ, ու դուք կտեսնեք, թե որքան է ընդհանուր իմ վճարածը։ Սա նորվեգյան սաղմոն, սաղմոնը կազմել է 1699 ռուփի 83 կիլոն 2222-ը 765 գրամ է եղել։ Ձեր օրը տեսոր անցա։ Ինչ է you forgot, ինչ է մոռացար։ Mommy, the watermelon chop. Mommy, take the watermelon logo on the top. I'm going to cool. Ինչ է, ինչ watermelon բալես։ You know the watermelon for the Ես քեզ watermelon եմ տվել այսօր։ No, the watermelon for the paper. Հա։ I can't take the watermelon chop. Եմ սիրում, գիտեք ինչի, որ Ալեքսը ապահով սենց կարա հանգիստ խաղա։ Որ ասում է ամեն տեղ իր լավ ու վատ կողմեր ունի, չէ։ Ստեղ էլ Ալեքսի համար ասենց շատ լավ։ Հեսա մի քիչ է որ կամած գնան կապիկներն են իջնելու ծառից քշեն։ Քո ավտոն։ Վատ չեն երևում։ Հազարից մեկ են երևում։ Բայց այս կողմն են, ուստեղ միշտ կարդ կա, բանա, այս որ չամփ լսում եք, կրշին, իրանք են թվռում, նրանք էդ կրշին են, ինձ ասեցին, որ Հնդկաստանում ոնց որ շատ տեղեր կան, որ կապիկներ ոնց որ ավելի շատ են, ձեր մոտ քիչ են, ասեցին լավա, ձեր մոտ ոնց որ քիչ են կապիկները, հա մեր մոտ ուտենց չեմ տեսել, մենակ այս կողմներ, բայց ընդհանուր առմամբ Հնդկաստանում կան նաև օձեր, եթե տեղյակ եք, հատկապես կոբրա տեսակի օձ կա, կոբրա տանիքին պատկանող, ոնց էր կոչվում, անունը չեմ հիշում, այս տարածքում էլ կա, իր համար ախրանան, այգեպանները բանանդատ նայում են, ես մեր տանը պատուհան չեմ բացում, բացարձակ, տոթա մեր տանը ահավոր, վախենում եմ,
ոչ պատուհան, ոչ դուռ մտնում ենք ու փակում ենք, որովհետև ինչ իմանամ, օծը մտել է բանա, ոնց էր այդ օծի տեսակը, հեսա մի րոպե հիշում ասել։ Հիշում, սենց կգրեմ էլի այստեղ։ Այդ օծը որ կծում է, ինքը փոքր է, գիշերներն է դուրս գալիս, գիշերները կարելի է տեսնել, հիմնականում օրվա ընթացքում այտենց չեք տեսնի իրան։ Խայթելուց չեք է զգում, որ խայթեց, շատ բանա նուրբ է խայթում, բայց շատ թունավոր, նույնիսկ կոբրայից ավելի վատ է իր խայթածը։ 45 րոպե ունես, որպեսզի հասնես հիվանդանոց։ 45 րոպե հետո պլյուս մինուս մի քիչ շատ մի քիչ պակաս, էլ ոնց որ հրաժեշտ կտաս այս աշխարհին։ Դրա համար որ մտնում ենք տուն, ու սովորություն ունեն իրանք, տուն են մտնում, մահճակալի մեջ են գնում։ Մարդու հոտի բանով գնում են մտնում են մահճակալի մեջ շատ ժամանակ, դրա համար վախենում եմ էլի, ես ոնց որ մի կրկնակի երակի քառակի անգամ ստրես կտանեմ, ամեն աստծո օր պիտի մտնեմ տուն, եթե պատուհան բաց թողած լինեմ, պետք է սկսեմ սաղանկյուններով օծ ման գալ։ Դրա համար այտենց չանելու համար բացարձակ տունը տոթ է, օծ չկա շնչելու, բայց դե գոնե հանգիստ եմ, որ օծ չկա, էդ է վատ կողմը, էդ էլ այտենց։ Այսօրվա մեր unboxing-ը Ալեքսն է անում, նորեկապ դասից մանգո է կտրել։ Ես հարթուկ եմ անում, ճիշտն ասած, հեռախոսը վերել է, ինքը իրեն էր նկարում։ Դին չա։ Գրենական էլի բան, թեյփ սպիտակեցնող, երբ որ գրում ես ինչ-որ մի բան, գրենական պտույտներ է գլու։ Սոսինց։ 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 Glue it's mean. Սոսինց։ Չոցի։ Իսկ ֆրանսերեն ոնց կասեիր։ Հա։ Ֆրանսերեն ոնց էիր ասում սոսինց։ Հա, մենակ սոսինց ու մեկ էլ է։ Չոցի։ Դա օրիդա փակ։ Սոսինցն ու քոլը նույնն է կյանք։ Մածունը որպեսի սոուս սարքեմ համեղ այսօրվա համար, մածունին ավելացնելու եմ թահինի, մի փոքր սխտոր և թեթևակի թթվաշություն հաղորդելու համար այսօր կիտրոն չկար, լուլույում նայեցի, փնտրեցի, մտածում եմ գուցե տեղը չեմ գտնում, բայց այդպես է կիտրոն չգտա, բայց այստեղ ունեմ վերցրել եմ խնձորի քացախ, շատ քիչ թեթևակի ոնց որ թեյ գտալի ծայրով մի քիչ խնձորի քացախ կավելացնեմ ու եթե կարիք լինի մի քիչ աղ։ Սա որպես թանձրուկ եմ օգտագործելու այսօրվա ընթրիքի համար։